Իսկ բնակիչների հետ շփումները ինչ են ցույց տալիս, մոտավոր ձեր շանսերը ինչպես կգնահատեք այդ շփումների արդյունքում արդեն։ Գիտեք, ընդհանրապես շանսերը գնահատում են հարցումները, քաղաքականությունը ու քաղաքականության հենքը սոցիոլոգիան է, սոցիոլոգիական հարցումները պիտի այդ ամեն ինչի իրական ու ճիշտ պատասխանը տան, բայց Հայաստանում սոցիոլոգիան պատվիրովի է ու այսօր կարող եմ ասել այն եզակի դեպքը, որ Սամվել Կարապետյանի հետ համաձայնեմ, երեք ինքն ասաց, որ եթե ինք համապատասխան վճար վճարի Gallup International-ին 5 օր հետո կստանա այնքան քվե, ինչքան որ վճարել է, Հայաստանում ցավոք սրտի այդ մակարդակի վրա է եւ սոցիոլոգիան հիմնականում տեխնոլոգիա է մարդկանց ուղղորդելու առումով։ Այս առումով պիտի ասեմ, որ մենք ակնկալում ենք եւ ոչ միայն ակնկալում ենք, հստակ է, որ 2021-ի տվյալներից բավականին ավելի լավ տվյալներ մենք կունենանք։ 2021-ին մենք հավաքել էինք 3.3%, հիմա անցողիկ շեմը 4% է, 2021-ից հետո մենք տեղական ինքնակառավարման ընտրություններում բազմաթիվ տեղերում հաջողություններ ենք ունեցել։ Հայաստանի գրեթե բոլոր վայրերում ունենք գոնե մեկական հավաքանի, իսկ Մեղրի եւ Թումանյան համայնքներում նաեւ հաղթել ենք։ Երևան համայնքում 11% ենք հավաքել, այն ժամանակ էլ սոցիոլոգիան մեզ 1% էր տալիս եւ ունենք 3 թաղապետ, փոխքաղաքապետ եւ այս առումներով կարծում ենք որ այն 0.7%-ը, ինչը 4%-ը հաղթահարելու համար էր, մենք մեր ներկայացվածությամբ արդեն իսկ ունենք, պլյուս 21 թվականից մինչեւ 2026 թիվը կուսակցության անդամների թիվը 38%-ով ավելացել է։ Այսինքն մեր կուսակցությունում անդամագրում է տեղի ունեցել ու այդ բավականին լավ տեմպ է 38%-ը, ես ձեզ ասեմ։ Մարդկանց այդ շփումների առումով, գիտեք ինչ, ես այդ ամբողջ ընթացքում 2020 թվականից ասել եմ նոր պատերազմ չի ելնելու, հանգիստ եղեք, հույս եմ տվել մարդկանց եւ մարդիկ այդ առումով լավատեսության ու հույսի կարիք ունեն եւ ինձ էլ վերաբերվում են այդ կերպ, մոտենում են դրական ակնկալիք ունենալով ու շփումները ցույց է տալիս, որ այո, այն տեղերում նույնիսկ որտեղ մենք չենք սպասում, որտեղ շտաբ չունենք, օրինակ Կապանում մենք շտաբ չունենք, բայց վերաբերմունքը ընկալումը բոլորը մոտենում էին, ասում են դուք այստեղ լավ քվե ունեք, ասում ենք մենք